Դերասանուհի Ռոզա Դավթյանն իր սոցիալական էջերում կիսվել է նոր տեսանյութերով ու պատմել այն մասին, որ կորցրել է ավտոմեքենայի բանալիները, իսկ ուներ միայն հենց այդ օրինակը։ Ռոզան պատմել է ողջ ընթացքի իր տխրության ու էմոցիաների մասին։ Star News-ն առանձնացրել է դերասանուհու հրապարակումները և առաջարկում է ձեզ դիտել հենց այս հոլովակում։ Այսօր Սաղմոսավանում լավ վարվել եմ և հասածում։ Գնամ տուն, մի քանի բաներ ունեմ նկարելու։ Ոյ, փակվեց։ Եվ հետո էլ ցույց կտամ ձեզ, թե ինչեր եմ գնել։ Ընկերներին, ուրեմն ես այս շորիկն եմ վերցրել, այս չափսն է, բայց այս հատվածները ինձ մի քիչ մեծ է։ Ասեք, որ շատ սիրուն է, տալյանն էլ է մի քիչ մեծ, բայց շատ չի երևում։ Եթե հանկարծ վաղը գնամ և սրա փոքր չափսը չլինի, սա պիրիդիակական է, որտեղ շատ եմ հավանել։ Ինչ կասեք։ Եվ եթե կհիշեք, ես վերջերս կապույտ այսպես քառակուսի բացվածքով կոստյում էի վերցրել ու չգիտեի ուղղակի իրան ինչի հետ համադրեի, ոչ մի բանով դուրս չէր գալիս, գնացի և տեսա, որ ստացել են իրար շրջազի գեստը, շատ ուրախացա, մեկ էլ ես վերցրի, ժամանակս քիչ էր ու շատ մարդ կար, ես սենց նեղվում էի դիսկոմֆորտը, դրա համար շատ բան չվերցրի, բայց շուտով ես գնալու եմ այնտեղ և թալանեմ։ Մեքենայի բանալին պիտի իջացնեի ներքև, ասի լավ, բալկոնից գցամ, գցացի ու տեղ չհասավ։ Ընկել ինչ-որ մեկի պատշգամբում ու ես չգիտեմ այսքան հարկերի մեջ ոնց են գտնելու ու ես փոխարինող բանալի չունեմ։ Չէ, Սուսի, արի հլը, արի իմ կյանք, չգիտեմ ինչ անեմ, աստված եմ։ Չեմ գտել բանալին։ Մեր և անվտանգության ջանքերը ապարդյուն էին, հիմա չգիտեմ ինչ անեմ, բնակիչներն էլ կեսը տները բնակեցված չեն, չգիտեմ, ապրեմ ես։ Քնում ենք Սույս, հա? Ուր է տոտոսիկի մղիցիկի։ Քնելու ես Սուսի։ Կքնես իմ մղիցիկ։ Դենամ հեսա քնելու ես Սուսի։ Ընկերներին բարի լույս օր, թարմացումներից բանալից չի գտնվել, այսօր էլ կիրակի է, մարդիկ հանգստանում են, չգիտեմ ում տանը ռեմոնտա վերանորոգում աստեղ չեմ, մի խոսքով չգիտեմ այսօր կհայտնվի թե չէ։ Իսկ ես գնում եմ, ոյ քամի է հաստատ, իսկ ես գնում եմ Էլվի մեջ։ Հա, ուրեմն եկել է Էլվի մեջ։ Ասենք անհավատալի է ուղղակի, նոր բարձացա 8-րդ հարկ, ուղղակի հասել էի տուն, այսի բարձանամ մի հատ 8-րդ հարկ, տեսա պատշգամբում շորեր են կախված, հարցրեցի կարող եմ մի հատ ձեր բալկոնում նայեք, նայեց ասաց, որ գտել է, պատկերացնում եք միակ տունն է, որ բարձացել եմ ու տեղ էր։ Դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը ևս ակտիվ հրապարակումներով կիսվել է սոցիալական հարթակներում։ Օրը Ռուզաննայի համար նշանակալից էր, նրա մայրիկի ծննդյան տարեդարձներ։ Ընտանիքը խնջույք էր կազմակերպել, իսկ Ռուզաննան հանդես է եկել հուզիչ ու շքեղ անակնկալով։ Բանն այն է, որ նա մայրիկ գրության պոստեր էր պատրաստել, ապա եկավ նաև բուն անակնկալը։ Ռուզաննայի ընտանիքը բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում և հայրն ու եղբայրը շատ հազվադեպ են կարողանում Հայաստան գալ։ Եվ հենց մայրիկի ծննդյան տարեդարձի օրն էլ Ռուզաննա Մանուչարյանի եղբայրը ժամանել էր Հայաստան անակնկալի բերելով մայրիկին։ Հուզիչ կադրերն առաջարկում ենք դիտել հենց այս պահին։
Դերասանուհի եւ բլոգեր Թամի Սահակյանը Instagram-յան հարթակում հայտնել է, որ մեկնել է ճամփորդության։ Հենց այդ ընթացքից էլ նա նոր տեսանյութեր է հրապարակել, պատմելով իր սովորությունների մասին, որոնք ըստ դերասանուհու բնութագրմամբ բավականին տարօրինակ են։ Аэропортում պարապան մնացել, որոշել եմ ձեզ համար հետաքրքիր վիդեո նկարեմ։ 3 փաստ իմ մասին։ Ես երբեք չեմ զգացել, թե ինչ բան է խանդը։ Չգիտեմ էլ ոնց են այդ կյանքում չեմ զգացել ոչ մեկի հանդեպ։ Երկրորդ Ինչեմ դաբլ ցույց երկրորդը ես ահա որ քզիբ եմ լայքելուց ու եթե ես լայքել եմ քո վիդեոն ուրեմն այդ մինչև վերջ նայել եմ ու ինքը իրոք իմ դուր եկել է եւ երրորդը ես երբեք չեմ կողմնորոշում ինձ նիհարել է պետք թե չաղանալ օրինակ հիմա մտածում եմ որ ինձ նիհարել է պետք ինչի համար չգիտեմ բայց վաղը կարող արտանամ եւ մտածեմ որ պետք է չաղանամ եւ քաշավակեմ ճիշտ է տպավորություն եմ թողում բայց հետա ունենք ինչ որ ունենք Հանգստյան օրերն ակտիվ են անցել նաև դերասանուհի Անահիս Սարդարյանի համար։ Նա նոր ընտանեկան տեսանյութերով է կիսվել, որոնք առաջարկում ենք դիտել ձեզ։ 1, 2, 3, 4. Դրանից հետո ինչ ա գնում այդ տակ-տակ-տակից։ Նամանաբարամ, նամնաբարաբարամ Dabaram, bambarabaram, biribiririm, bim biribiririm, biririm, bim biriririm, biribim, bim biriririm, biririm, bim biriririm. Մամարև նայ քանի եգիպտական հայկական պարերի միքսը արեց։ Իսկ մի հատ կալա ձեր ձերքը կալիա։ Ինչա գրած։ Պապինա դոչկա։ Այս որ կամերում են տենց արելուս։ Իսկ բարոն ատել ասես Հայաստանին ով է պաշտպանում։ Աննային խափել եմ ասել եմ անմեր տունը սեփական տան հայաթ ունի, բերել եմ բալկոն։ Ասма անդախի է մի քիչ բարձր, ասում դե ջան տենց ա ձև, այս Երևանի սեփական տները սենց են։ Լրիվ դրել է։ Բայց ասա որ քո համար թխել եմ, սարքել եմ, մի հատ գովա մի անգամ էլի։